Ողջունում եմ ուժեղ լոռեցիներին։ Ինձ թվում է, դուք պատկերացնում եք ինձ համար ինչքան հաճելի է, երբ իմ հայրենակիցները հյուր են եկել ինձ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք իմ կողքին եք, մեր կուսակցության կողքին եք։ Վստահ եմ, դա անում եք հենց առաջի օրից, ինչի համար բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Դուք գիտեք, որ մեր լոռին աշխարհի ամենասիրուն, ամենագեղեցիկ, ամենալավ տեղն է ապրելու համար, չէ՞։ Բայց այս տարիների ընթացքում լուրջ աչքատող արած ես նայեցի մեր թվերը, ինչքան հայաթափվել է լոռին վերջին տարիներին, դա իրոք շատ մտահոգիչ է, դրա համար մենք ձեզ հետ լուրջ աշխատանք ունենք անելու, ունենալով այդպիսի բնական աշխարհ, մարդիկ ուշադիր չեն աճելու, զարգանալու համար։ Դուք ինձ թվում է չեք կասկածում, որ լոռին լինելու է իմ ուշադրության կենտրոնում։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք ձեզ հետ, լոռին դարձնենք աշխարհի մասշտաբով լավագույն տուրիստական կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը դարձնենք նաև արդյունաբերական կենտրոն։ Այս ցուցանիշները, որ մենք հայտարարում ենք, հիմնական պատճառը դա նորից էլի մենք կարող է ամեն օր ենք կրկնվում այս բառերը, բայց դա ճիշտ է կրկնվելը, դա աշխատանքի եւ աշխատատեղերի պակասն է։ Մարդիկ, ու այդ հիմնականում ինձ թվում է վերաբերում է իմ հայրենի Տաշիրի շրջանին, որովհետև բնակչության երևի կեսից ավելին խոպաներում են, բայց ընդհանրապես այդ հարցը ամբողջ հանրապետությունում իրոք օրհասական է։ Կարող ենք ամեն ինչ անենք, ասֆալտ անենք, դպրոց սարքենք, ամեն ինչ անենք, բայց եթե մարդ չեղավ ապրող, հիմա իմ ասածները փորձում են կոնտեքստից հանեն, տարբեր ձևի ներկայացնեն, որ ես դեմ եմ դպրոցաշինությանը, բայց իմ խոսքը վերաբերվել է, եթե այդ գյուղերում մարդ չի ապրում, իրենք ասֆալտ են տանում այդ գյուղերը եւ դպրոց են սարքում, դա ընդամենը մեկ նպատակ ունի։ Իրենց գռդոնը անում են բոլոր դեպքերում։ Ու ինչի թվում թե մեր շրջանները այդպիսի լուրջ խնդրեմ ունեն, որովհետև սահմանամերձ շրջաներ մենք չունենք, պետք էր ավելի լավ վիճակ լիներ, բայց ցավոք այդ վիճակը չունենք, այսինքն այս մարդիկ համակարգային վնաս են տվել մեր պետությանը։ Եթե լոռին ունենալով ամեն ինչ ունի այդպիսի անկում, ես չեմ պատկերացնում հենց հասանք Գյումրի, ինչ պատկեր ենք այնտեղ տեսնելու, որովհետև գոնե այստեղ ապրելը նույնիսկ հաճույք է լոռիում ապրել։ Վանաձորի բնությունը, Ալավերդի բնությունը, Ստեփանավանի բնությունը, մի քիչ Սպիտակն ու Տաշիրը այդ հարցում մի քիչ տուժված ենք, բայց գոնե 3 շրջանները կարող են պարսենալ իր բնական աշխարհով, որը կարող է իրոք զարգացնել մեր շրջանները, չնայած թե Սպիտակում, թե Տաշիրում գյուղական վայրերը նույնպես ունեն շատ լավ բնություն, բայց քաղաքները այդքան լավ չեն, ինձ թվում է։ Բայց բացի տուրիզմից մենք շատ լուրջ նայում ենք, ուսումնասիրում ենք Վանաձորի
կորցրած արտադրական պոտենցիալները վերականգնելու համար։ Գլխավորը մենք պետք է ապահովենք աշխատատեղեր։ Գլխավորը կանանց համար պետք է ապահովենք աշխատատեղեր, որովհետև տղամարդիկ մի կերպ գլուխները կպահեն, աշխատանք գտնեն, լավ աշխատանք, վատ աշխատանք, լավ վարձատրվող, վատ վարձատրվող, բայց կանանց համար դա դուք էլ գիտեք լուրջ պրոբլեմ է, այդ խնդիրը Տաշիրում մենք ամբողջությամբ լուծել ենք, Վանաձորում էլ պետք է մեծացնենք, ուժեղացնենք, բայց գլխավորը մենք ունենք ձեզ հետ շատ լավ զարգացման պոտենցիալ, քանի որ շատ մոտ ենք կանգնած թե Վրաստանին, թե Ռուսաստանի ճանապարհին, այսինքն մեր շրջաները ինչ արտադրեն, ավելի արագ կհասցնենք տեղ, քան ասենք Սյունիքից կամ մյուս շրջաներից։ Այդ առավելությունը իրոք մենք ունենք, բայց այդ առավելությունը ցավոք սրտի ոչ ոք չի օգտագործել։ Մենք ձեզ հետ պետք է օգտագործենք։ Այսօր, որպեսզի մեզ մոտ ստացվի լավ հանդիպում, հետաքրքիր հանդիպում, ես կուզենայի ձեզանից լսեի մեր շրջաների գլխավոր պրոբլեմները, ու Տաշիրինը ես գիտեմ, Տաշիրցի կարող են նույնիսկ մի քիչ պասիվ լինել, եթե կան։ Մնացածը ինչ շատ է հետաքրքիր, ինչ հարցեր, ինչ խնդիրներ կա, որ մենք արագ փորձենք դրանց լուծում տալ, իհարկե ձեր օգնությամբ ճիշտ ընտրություն կատարելուց հետո մի երկու բառ ասեմ ընտրության մասով, լոռի ընտրությունները ինձ համար ոչ թե թվեր են, այլ էմոցիաներ։ Դրա համար դուք տրամադրվեք դրան, մենք լոռիում ունենալու ենք լուրջ հաղթանակ, բացարձակ հաղթանակ, ջախջախիչ հաղթանակ, որ ցույց տանք, որ լոռվա ժողովուրդը, լոռվա տղեկը, ես դուք երևի հիշում եք, որ ասի Փաշինյանը, եթե մտքին կա հայտարարի 10-րդ հանրապետությունը, թող մտածի, որ լոռին մենք ոչ մեկի չենք տալու։ Լոռի համար մենք պայքարելու ենք։ Բայց իրոք այսօր ես ուզում եմ անկեղծ բոլոր մտահոգող հարցերը բարձրացնեք, մենք այդ հարցերին լուծում տալու ենք, բոլոր դեպքերում տալու ենք, բայց ճիշտ կլինի, որ պետության հնարավորությունները մեզ օգնեն։ Իսկ դա հնարավոր է միայն, եթե 20-25 օր մնացել, բոլորս ակտիվ, անկոտրում, ամենակարևորը չվախենակ սրանց վախի մթնոլորտից։ Արդեն իրենք են վախենում իրենց ստեղծած վախի մթնոլորտից, քայլեր են անում, ինչ անում են իրենց վնաս է տալիս։ Դրա համար դուք պինդ եղեք, չարի վերջը կա, մենք ձեզ հետ միասին չարի վերջը տալու ենք։ Ալիևի մարզպետին բարով խերով ճանապարհելու ենք, Ալիևի փճած փուչիկը միասին տրակացնելու ենք ու սկսելու ենք կառուցել շատ լավ երկիր, ոչ մեկը չկասկածեք, դրա ձևը մենք գիտենք, դրա համար հանգիստ կարող եք պայքարել։ Ես երբ որ Ռուսաստանում եմ, ասում եմ ես հայաստանցի եմ, հայ եմ։ Երբ Հայաստանում եմ, մենք ասում ենք մենք լոռեցի ենք։ Երբ լոռիում ենք, ասում ենք մենք տաշիրեցի ենք, այսինքն մեր հայրենիքը գնում է դեպի մեր տուն։ Գիտեք, որ մեր այս ամբողջ պայքարը հայրենիքի համար է, դրա համար պայքարելու ենք, հաղթելու ենք, մի վայրկյան չկասկածեք, բայց դրա համար ձեզանից ակտիվություն է պետք, չհանգստանաք,
որովհետև մեր հակառակորդները շատ նենգ են, գիտեք ինչ են անում, բայց մենք չենք վախենում, դուք էլ չվախենաք։ Հիմա ցանկանայի պատասխանել ձեր հարցերին։ Հարցս